Բարոսելի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11 1-ից 10-րդ համարները։ Առաջի ձայնագրության մեջ մենք խոսեցինք ներածական որպես որոշակի առումով շարունակենք մի քիչ եւ կանադառնանք առաջի կետին, որտեղ այս հատվածում կա 3 կարևոր կետ, որը վերաբերվում է Իսրայելի ընտրության։ Ինչի, տեսեք, որովհետեւ Իսրայելի ընտրությունը եւ ընդհանրապես Աստծո փրկության ծրագրի մեջ Իսրայելի ֆունկցիոնալ դերը շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք ավետարանը։ Ընդհանուր, որպեսզի մենք հասկացողություն ունենանք, պետք է հասկանանք, որ փրկությունը դա միջոց է Աստծուն փառավորելու։ Այսինքն Աստված փրկությունը ձևավորել է իր փառքի համար, այսինքն դրա համար, երբ որ մենք Աստծո փառքից կտրենք որևէ մի բաղադրիչ իր փրկության ծրագրի մեջ, կբերենք մարդկային ընկալումների։ Ուրեմն փրկությունը նույնպես Աստծո փառքի համար է, դրա համար այդ փառքի օղակներում, որպեսզի Աստված փառավորվի, արտահայտվի, փրկության բաղադրիչ կարևոր մասեր առաքյալ ներկայացնում է սուվերեն ընտրությունը, իր շնորհքը, այսինքն ձրի փրկության ամեն կերպերը, ոչ թե կապված մարդու արժանինքներից կամ մարդու ընդհանուր որևէ մեկ հատկությունից, այլ ընդհանրապես Աստծո սուվերեն ընտրությունը կապված է Աստծո սիրուց կամ Աստծո ողորմությունից, ում որ ողորմեմ, կողորմեմ, ում որ կգթամ։ Ամեն դեպքում այս հարցադրումները առաջանում են բնական մարդու մոտ, մանավանդ որ թուղթը ուղղված է հռոմեացիներին, երբ որ առաքյալն անդրադառնում է 1-ից մինչև 8-րդ գլուխները փրկության միջոցին տարբեր կերպերի, 8-րդ գլխից մինչև 11-րդ գլուխը անդրադառնում է Աստծո փրկության ծրագրի մեջ առավել ֆունկցիոնալ դերին Իսրայելի։ Ինչի՞, որովհետև Իսրայելի կերպարի մեջ է ներկայացնում սուվերեն ընտրություն։ Դա համար հարց էր առաջանում, եթե ընտրվածն է փրկվում, եթե այդ շնորհքի ընտրության պես մի մնացորդ է փրկվողը, անցյալ անգամ ես շեշտեցի, որ տեսեք 3 կարևոր կոնցեպտ ինքը միացնում է իրար՝ շնորհք, սուվերեն ընտրություն եւ մնացորդ։ Այսինքն սա շատ կարևոր աստվածաբանություն է եւ 11-րդ գլխում, այսինքն 8-ից 11-ը ձևավորում է առաքյալը շնորհքի ընտրության պես մնացորդի աստվածաբանությունը։ Ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ որպեսզի խոսի այդ փրկության միջոցի կարևոր բաղադրիչ ընտրության մասին, անդրադառնում է Իսրայելին եւ Իսրայելի կերպարի մեջ է ներկայացնում։ Սա դրա համար հարց էր առաջանում, եթե ընտրությունը ու փրկությունը այդ դեպքում Իսրայելը նույնպես ուխտի շրջանակում ընտրվեց որպես Աստծո սեփական ժողովուրդ, ինչի մերժեց փրկությունը։ Եվ ինքը մի քանի կերպերով այս հարցին պատասխանում է, որպեսզի ցույց տա, որ Իսրայելը երբեք չի մերժվել, այլ Իսրայելը որպես Իսրայել էթնիկ ժողովուրդ ունեցել է այլ ֆունկցիոնալ դեր, եւ այդ էթնիկ ժողովրդի մեջ եղել է մեկ այլ Իսրայել, ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, որը շնորհքի ընտրության պես մնացորդն է։ Բայց այստեղ պետք է զանազանենք, որ այս հարցադրումներով առաքյալը նաև ձևավորում է ընդհանուր փրկության ծրագրի կարևոր սկզբունքներ։ Առաջին օրինակ, եթե մենք հասկանում ենք, որ Իսրայելը չի մերժվել, դա նշանակում Աստծո շնորհքը կամ Աստծո կոչումը զղջալ չունի, եւ ինքը 11-29 համարում այս մասին ասել է։ Ինքը հենց այնպես չի անում։ Տեսեք, օրինակ, մինչև 11-րդ գլուխը, եթե մենք նայենք, ասենք, առաջի գլխից մինչև 11-րդ գլուխ, առաքյալը խոսում է Աստծո փրկության ծրագրի մասին։ Իհարկե, առաջի գլխից մինչև 4-րդ գլուխ խոսում է ընդհանրապես դատապարտության մասին, օրենքի մասին, անդրադառնում է 4-ից մինչև արդեն 6-րդ գլուխ անդրադառնում է, այսինքն Քրիստոսով արդարությունով փրկվողների, որի միջոց ներկայացնապես հավատք, որ նույնպես Աստծո շնորհքի բաղադրիչը, արդեն 8-րդ գլխից, երբ որ սկսում է խոսել փրկության անխախտելի շղթայի մասին, ում որ Աստված նախասահմանվեց իր որդու պատկերի նմանակից իր նրանց կանչեց, նրանց արդարացրեց, նրանց փառավոր արեց, արդեն հարցադրում էր առաջանում բնական ունկնդրի մոտ, այդ դեպքում եթե ընտրությունով է, եթե անձի հատկությունից չի, ապա ինչ եղավ Իսրայելը։ Եվ Իսրայելի ապարագայում առաքյալը պատասխանում է 9-ից մինչև 11-րդ գլուխ 3 կարևոր կետերով։ Մենք նախորդ ձայնագրության մեջ, որ նույնպես ներածական էր, եւ ես շեշտեցի, որ կշարունակենք որոշակի առումով ներածությունը եւ կանադառնանք առաջի կետին, որտեղ 3 կարևոր կետ կա, որով ամբողջացնում է առաքյալը այս հարցը։ Առաջինը շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցու շրջան, եւ մենք որոշակի առումով խոսենք ինչի նկատի ունենք շրջան ասելով, այն դիսպենսացիա հասկացողությունն է, եւ ինչի նկատի ունենք մտնում է եկեղեցի։ Սա առաջի կետ, բայց մինչ առաջի կետը եկեք փորձենք մի քիչ նույնպես այդ բաղադրիչները ինչի մասին խոսել է հավաքենք, որպեսզի կարողանանք առաջ գնանք, սա նույնպես ներածականի նման մի բան կանենք։
Ամեն դեպքում, եթե հասցնենք, կփորձենք նաև առաջի կետին անդրադառնալ։ Ուրեմն տեսեք, 3 կարևոր հարցադրումով առաքյալը պատասխանում այս հարցին. Միթե Աստված դեն նետեց Իսրայել։ Բայց եկեք սկզբից հատվածը ընթերցենք նորից։ Խնդրում եմ ավելի ուշադիր լսեք այս հատվածը 11-ից մինչև 10 համարը, որովհետև հենց մեր խոսքը հատվածի շուրջ է։ Սա ամենակարևորը։ Եղբայրք, տեսեք 11-րդ գլուխ ներողություն, արդ ասում է, միթե Աստված դեն նետեց իր ժողովուրդը, հետևից քավլիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից։ Տեսեք, առաջի հարցադրում առաքյալը որ շեշտի, որպեսզի շեշտի, որ Աստված դեն չի գցել իր ժողովուրդը, որովհետև երկրորդ համարում ասելու է Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, որին առաջուց ընտրեց։ Այսինքն ընտրությունը չի ձախողվել Աստծո։ Դուք եք սխալ տեսնում, դուք եք մտածում, որ Աստված դեն նետեց կամ Աստծո ընտրությունը ձախողվեց Իսրայելի անազատության պատճառով։ Եվ մենք հատված ենք կարդալու, որտեղ Աստված ասում է, ես երբեք չեմ սխալվում եւ երբեք զղջում չունեմ իմ կանչելու կամ իմ նախասահմանելու կամ իմ ընտրության մեջ։ Մենք անդրադառնալու ենք սրա եւ շատ կարեւոր է։ Եվ իմիջիալոց, երբ որ մենք սխալ տեսանկյուն ունենք Աստծո ընտրության վերաբերյալ, խեղաթյուրում է եւ ամբողջ էսխատոլոգիան, վաղճանաբանությունը, խեղաթյուրում է նաեւ Աստծո շնորհք հասկացողությունը։ Չնայած որ առաքյալը մեծ ջանքով, Սուրբ Հոգին իհարկե ներկայացնում է մեզ, թե ինչ է Աստծո շնորհքը։ Նաեւ մեր հատվածում ինքը խոսելու է շնորհքի հասկացողության մասին։ Բայց եթե շնորհքով էլ գործերից չէ, ապա թե ոչ շնորհքը շնորհք չի լինի։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ, որին անդրադառնալու ենք։ Ուրեմն, եկեք ընթերցենք ամբողջացնենք։ Արդ ասում է, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավլիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ եւ սերունդից Բենյամինի ցեղից։ Առաջին ինքը որպես արգումենտ, որ Աստված դեն չի նետել իր ժողովուրդը, առաջակաշում իր անձը։ Ասում տեսեք, ես էլ եմ իսրայելացի։ Եթե Աստված մերժեց ամբողջ Իսրայել անհավատության պատճառով, այդ դեպքում ինչի ես փրկվեցի։ Եթե դուք ասեք, դե դու հավատացյալ ես դրա համար, ես ձեզ կասեմ սխալվում եք։ Եթե անհավատության պատճառով որևէ մեկը պիտի մերժվեր, առաջին հենց ինքը Պողոսը, ինքը եկեղեցի հալածող էր։ Սաղին տանում էր սպանելու եկեղեցուն, այսինքն Քրիստոսին հավատացողներին։ Դա ման ինքն ասում է, ես այդպիսին էի, բայց Աստծուց ողորմություն կա, այսինքն շնորհք դա ողորմությունն է, ում որ ուզեմ կողորմեմ, ում որ կամենամ կգթամ։ Ոչ թե կամեցողիցն է, այլ Աստծուց որ ողորմում է, Աստված որ կամենում է ողորմել։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ։ Ուրեմն, նա, որպեսզի մեր ներածականը, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք, հարցից հարց առաջանում եւ ժամանակը առավել ընդգրկում է ավելի շատ ներածականը, բայց այս ներածականը շատ կարևոր է, որպեսզի մենք գոնե այն ինչի մասին որ առաքյալը խոսել է, ինչ մտքեր որ զարգացել է, իմի բերենք։ Այսինքն տեսնենք նրանց շահկապը։ Օրինակի համար, տեսեք, եթե մենք ճիշտ չընկալենք Իսրայելի ֆունկցիոնալները եւ եկեղեցու ֆունկցիոնալները եւ չզանազանենք Իսրայելը եկեղեցուց եւ այսպիսի խեղաթյուրում կա, մի քիչ հետո այդ մասին խոսենք, որ ասում են Աստված փոխեց հասցեատերը իր խոստումների եւ օրհնությունների, Իսրայելը դա խորհրդանիշ էր ուղղակի, հիմա իրական փրկվողները դա եկեղեցին է, Իսրայելը դա խորհրդանիշ էր, ընդհանրապես չկա էթնիկ Իսրայել փրկվող եւ այս սկզբունքները եթե մենք այսպես ասենք, ամբողջ 11-րդ գլուխը կխեղաթյուրենք եւ երկրորդ ընդհանրապես Աստծո շնորհք հասկացողությունը, Աստծո ընտրություն հասկացողությունը ամբողջությամբ Աստվածաշնչից կջնջենք կամ դրանք կխոսենք մեր մարդկային ընկալումներով, դրանց մասին խոսենք մարդկային ընկալումներով, այսինքն չենք տեսնի ճիշտ Աստվածաշնչյան ուսուցումը շնորհքի, ընտրության, փրկության վերաբերյալ, հավատքի ամեն դեպքում։ Հիմա այս առումով եկեք ընթերցենք ամբողջացնենք 1-ից մինչև 10-րդ համարը, 11-րդ գլուխ։ Արդ ասում են, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը։ Արդեն երրորդ անգամ ենք այս հարցը տալի եւ ամեն մի հարցադրման մեջ կարևոր կետի են դառնում, որտեվ ունկնդիրը հռոմեացին, որը հեթալոսը, նույնպես իր մոտ առաջ է գալի։ Պողոս, եթե դու խոսում ես, որ փրկությունը ընտրությունով, ասուվերեն ընտրությունով մարդու հատկությունից չի, այդ դեպքում ինչ եղավ Իսրայելի ինչի անկում ապրեց, ինչի չընդունեց Քրիստոսին կամ այդ խոստումները ինչ եղան Իսրայելին։ Հարց տալ, արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը քավլիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից եմ։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ընտրեց կամ ճանաչեց, կամ թե չգիտեք թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքումը, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատվում է Աստծո առաջին, Տեր քո մարգարեներին կոտորեցին, անհավատության պատճառով մասին է խոսքը Իսրայելի։ Տեր քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին եւ միայն ես մնացի եւ իմ անձն են որոնում, ինձ էլ են որոնում որ սպանեն։ Բայց Աստվածային падգամն ինչ է ասում։ Ինչ է ասում Աստված։ Բայց Աստվածային падգամն ինչ է ասում։ Ուշադիր նայեք։ 7000 մարդ
թողեցի ինձ համար, որ բաղին ծունը չդրի։ Ես ունեմ մի մնացորդ։ Հետևից ասում է, հենց այսպես էլ այս ժամանակում, այդ դարաշրջանում, որ նամակը գրում առաքել, այս շրջանում, այս ժամանակում շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ։ Հիմա էլ, այսինքն իզրայելացիներից որոշ էթնիկ ժողովուրդ ազգից իզրայելացիներից որոշակի ժողովրդի չափականակ մտավ եկեղեցու դիսպենսացիա, մտավ եկեղեցի։ Բայց սա եկեղեցու շրջանը ժամանակավոր շրջան է, այն նույնպես պետք է եկեղեցին որ վերցվի, այդ շրջանը կվերջանա, սա հեթանոսների բացված դուռն է, սրանից հետո երբ որ կվերցվի, դուռ կբացվի Իսրայելի, էթնիկ Իսրայելի փրկվի, դամարի առաքյալն ասել է ամբողջ Իսրայելը կփրկվի, այդ սերունդը, այդ շրջանը, սրանք շատ կարևոր կերպեր է, որ մենք հասկանանք։ Հիմա տեսեք, ինչպես հեթանոսների դուռ բարվեց նրանց նախանձով, նրանց նախանձի գրգռելով, այնպես էլ մեր փրկությունով նրանց նախանձի գրգռելու եւ դուռը բացվելու Իսրայելի համար մեծ նեղության շրջանում։ Նրանց համար վերջի յոթնյակ կոչվածը։ Դա մեսիական թագավորությունը, որը Իսրայելի այդ հազարամյանը, որը Իսրայելում ալինելու եւ միջալոց Իսրայելի տարածությունը մեծանալու է, եթե դուք նայեք ինչպիսի սահմաններ է ընդգրկում 5 տակարանը Իսրայելի այդ մեսիական թագավորության, կտեսնեք, որ ամբողջ Սիրիան մտնում է համարյա թե այդ Իսրայելի շրջանի մեջ եւ այդ ժամանակ կտեսնեք ինչպիսի բարգավաճ Քրիստոսը նստելու է տաճարում, այսինքն երկրի վրա թագավորելու է։ Բայց եթե մենք խեղաթուրենք եւ ասենք հոգեվոր Իսրայելը դա եկեղեցին է, ուրեմն կխեղաթուրվի նաեւ խոստումներ եւ օրհնություններ տրված էթնիկ Իսրայելին եւ կվերագրենք եկեղեցու եւ կասենք հիմա մենք հազարամյայի մեջ ենք։ Հիմա տեսեք, սրանք կարևոր է որ մենք նենք։ Ուրեմն ամեն անգամ Աստվածաշնչյան սկզբունքները խեղաթուրելով շարք խեղաթուրում է բոլոր շղթաները։ Այսինքն խեղաթուրելով Իսրայելի եւ եկեղեցու հասկացողությունները մենք խեղաթուրում ենք ընդհանուր վաղճանաբանությունը, էսխատոլոգիան։ Հայտնության գիրքը խեղաթուրվում ամբողջությամբ։ Այլ կերպ ենք մեկնաբանում։ Արտասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավլիցի, որովհետև ես էլ Իսրայելացի եմ, Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից եմ։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, կամ թե չգիտեք թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքում է, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատվում է Աստծո առաջին Տեր, քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին, զոհասեղանները, եւ միայն ես մնացի եւ իմ անձն են որոնում, բայց Աստվածային падգամն ինչ է ասում նրան 7000 մարդ թողի ինձ համար, որ բաղին ծուր չդրին։ Հենց այսպես այս ժամանակում շնորհքի դրությամբ մի մնացորդ եղավ, բայց եթե շնորհքով, էլ գործերից չէ, ապա թե ոչ շնորհք դեռ շնորհք չի լինի, բայց եթե գործերից է, էլ շնորհք չէ, ապա թե ոչ գործն էլ գործ չէ։ Ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր նրան չհասավ, բայց ընտրվածները հասան եւ մյուսները կուրացան։ Եվ հետագայում ինքը խոսել որ մասամբ կուրություն եղավ, որպեսզի հեթանոսների թիվը լրանա։ Իսրայելի մասամբ կուրություն եղավ։ Այսինքն ինչպես գրված է Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր որ չտեսնեն եւ ականջներ որ չլսեն, մինչեւ այս օրվա օրը։ Իսկ մինչեւ հեթանոսներին բացված դուռը։ Եվ Դավիթն ասում է նրանց սեղանը թող որոգայթ լինի նրանց եւ ողջ եւ գայթակղություն եւ հատուցում նրանց համար։ Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն եւ նրանց թիկունքները միշտ ծռեցրու։ Ուրեմն ասում եմ, միթե գլորվեցան, որ կործանվեն, ես մի քիչ մի համար ավել կարդացի, քավլիցի, բայց նրանց գլորվելով է հեթանոսների փրկություն եղավ, որ նախանձի գրգռե նրանց։ Տեսեք, մի կարևոր սկզբունք, որպեսզի մենք հասկանանք։ Ընդհանրապես, Իսրայելի մերժումը, մենք այդ մասին խոսել ենք նախորդ ձեռնարկություններում։ Իսրայելի մերժումը կապված է Իսրայելի անհավատության եւ անազատության հետ, ճիշտ է, բայց մենք պետք է հասկանանք, որ որոշակի առումով Աստծո նախախնամության աստվածաբանական մոտեցման մեջ մենք տեսնում ենք, որ զանազանենք նախասահմանությունը նախորոք որոշումն է, նախորոք ծրագիրը, իսկ նախախնամությունը այդ որոշվածը նախորոք ֆիզիկական կյանք ներմուծումը, ինչպես է իրականացնում Աստծո նախախնամության մեջ միշտ կտեսնեք մի կարևոր բաղադրիչ, որ Աստված օգտագործում է մարդու հատկությունը։ Ոչ միայն դրական, այլ նաև բացասական։ Աստված օգտագործում է մարդկանց մեղքը նույնիսկ։ Օրինակ, եկեք անդրադառնանք Հովսեփի պարագայում։ Հովսեփի եղբայրների նախանձը, այն մեղք, այո, նախանձը, երբ որ մենք անդրադառնում ենք Աստծո խոսքին ընդհանուր հայտնության, նախանձը դա մեղք է։ Տեսնում եք։ Առաքյալն ասում է, ձեր մեջ տակավին նախանձ կա, հակառակություն կա, չէ որ մարդկորեն է կարվում, այսինքն մենք գիտենք, որ մարդկորեն վարքը հոգու վարքին հակառակ։ Նախանձ նշանակում է մեղք։
Ասում Աստված օգտագործում է Հովսեփի եղբայրների նախանձը, բայց ինչպես օգտագործեց, հիշում եք, հենց սկզբից Հովսեփի ծնունդով, այսինքն Հովսեփը ծնվեց մի կնոջից, որը մյուս եղբայրների ծնունդով չէր, Հովսեփը եւ Բենյամին, հիշում եք։ Եվ այստեղ Հովսեփի այդ ծնունդով հայրը նրան մի ավելի գեղեցիկ զգեստ հագցրեց։ Եթե այսպես վերցնենք, ավելի կարճ։ Այդ զգեստի պատճառով ավելի ուշադրությունը Հովսեփի վրա էր հոր, ավելի Հովսեփով էր ուրախանում հայրը եւ դա գրգռեց նախանձը եղբայրների, մյուս եղբայր, որոնք ուրիշ ծնողից են, ուրիշ մորից են։ Իսկ թվում է դուք հասկանում եք Լիայի մասին է խոսքը եւ Ռեբեկայի մասին։ Այսինքն ամեն դեպքում այս նախանձ Աստված օգտագործեց, որպեսզի մի ամբողջ Իսրայելի էթնիկ ժողովուրդ պահպանի ծովից, հիշում եք Եգիպտոս տարավ, այդ նախանձի պատճառով նրան վաճառեցին, Եգիպտոս գնաց Հովսեփը եւ հետո Աստծո նախախնամությունը նրան պահեց։ Ինչ եմ ես ուզում ասեմ, որ Աստված օգտագործում ամեն բան։ Հիմա նույնպես Աստված օգտագործում է Իսրայելը, այսինքն կա մի էթնիկ Իսրայել, որի մեջ կա շնորհքի ընտրության պես մի մնացորդ, որը փրկության ժառանգորդներն են, բայց այդ ամբողջ էթնիկ Իսրայելը դամար առաքյալը հարց տվեց, հիշում եք, ասեց ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել։ Այսինքն այս ընդհանուր Իսրայելը որպես Աստծո ժողովուրդ ուխտի շրջանակում ընտրված, չի նշանակում, որ ընտրված է փրկության համար։ Ընտրված է Աստծո փրկության ծրագրի որոշակի ֆունկցիոնալ դերի համար։ Այո, այդ էթնիկ շրջանակում կա նաև շնորհքի ընտրության պես մնացորդ, բայց այսինքն որպեսզի մենք հասկանանք, առաքյալը բացում է այդ օղակները եւ որ ընտրության հասկացողությունը ինքը էտալոն վերցնում է Իսրայելը, ասում է Իսրայելը նույնպես ընտրված է։ Այո, հիմա հեթանոս ունկնդիրն ասում է, բա ինչ եղավ այդ ընտրությունը։ Այսինքն ձախողվեց Աստծո ընտրությունը Իսրայելի անհավատության պատճառով։ Առաքյալը ասում է, քավլիցի, Աստված նրանց չի ընտրել փրկության համար, այլ փրկության ծրագրի մեջ որոշակի ֆունկցիոնալ դերի համար, որտեղ նրանցից էին մարգարեները, նրանց մեջ տվեց Աստված այդ օրենքը, նրանց ուղարկեց այդ խոստացյալ երկիրը վերցնել օգնել մեսիական թագավորություն այդտեղ լինելու։ Այսինքն տեսեք, շատ կարևոր սկզբունքներ կա, որ մենք պետք է հասկանանք, եթե մենք ուղակի մակերեսորեն նայենք Աստծուն, այսինքն Աստվածաշնչին եւ նրա փրկության ծրագրին, մենք մակերեսորեն ենք նայում Աստծուն։ Եվ մեր աստվածաբանությունը ոչ թե կձևավորվի Աստվածաշնչյան ճշմարտությունից, այլ մեր պատկերացումից Աստծո նկատմամբ։ Եվ այն կխեղաթուրի, այն երբեք չի փառավորիացում, երբեք պտուղ չի բերի Աստծո համար։ Այդ աստվածաբանությունը, որտեղ աստվածաբանությունը, մարդու անձնական աստվածաբանությունը, այն մեր քրիստոնեական ընթացքի գլխավոր պտղաբեր շարժիչն է, այսինքն եթե իմ աստվածաբանությունը, իմ աստվածաճանաչությունը Աստվածաշնչի հիմքի վրա չի, ճիշտ ուսումնասիրության հիմքի վրա չի, ես ճիշտ չեմ հասկանա Աստծո շնորհքը, ճիշտ չեմ հասկանա ընտրությունը, ճիշտ, այսինքն կվերագրեմ ամեն բան ինձ, այսինքն չի փառավորվի Աստված իր շնորհքով, այլ իմ կարողությունը առաջ կգա։ Հիմա սա շատ կարևոր է։ Դրա համար Աստված հատուկ փրկության ծրագիրը դրել է իր փառքի հիմքի վրա, այսինքն Աստծո փրկության ծրագիրը փառավորում է Աստծուն։ Մենք այս մասին խոսել ենք նախորդ ձայնագրություններում։ Այսինքն մարդու փրկությունը դա Աստծո փառքի համար է։ Այսինքն Աստված մարդուն փրկում է, որպեսզի փրկված մարդը իրեն փառավորի, իր փառքի համար է փրկում։ Այսինքն եթե մարդը ճիշտ չընկալի փրկությունը, ճիշտ շնորհքը, այդ ընտրությունը, այդ անարժանաբար փրկությունը երբեք չի փառավորվի Աստված, բայց մենք հասկանում ենք, որ փրկությունը Աստծո փառքի համար է, ոչ թե իմ օրհնությունների, այո, ես միջանկյալ օրհնությունները ես եմ վայելողը, բայց այդ օրհնությունները վայելելով է, որ իմ սիրտը փառավորում է Աստծուն։ Այսինքն տեսեք, սրանք շատ կարևոր բաղադրիչներ են փրկության ծրագրի մեջ։ Հիմա, որպեսզի գնանք առաջ, մեր ընթերցած համարի մեջ կա 3 կարևոր կետ, որին առաջի կետը շնորհքի ընտրության պես մնացորդ եւ իմիջիալոց այս հատվածը 11-ի առաջին մինչեւ 10, ընդհանրապես 11-րդ գլուխը խոսում է եւ զարգացնում է առաքյալը շնորհքի ընտրության պես մնացորդի աստվածաբանությունը։ Առաջինը, որ մենք տեսանք 9-րդ գլխի 8-ից մինչեւ 11-րդ գլուխ հարցադրումները առաքյալին հարց են տալի, արդյոք Աստված ձախողվեց իր ընտրության մեջ կամ Աստծո խոստումները գետին ընկան։ Հիշում եք 9-րդ գլխում։ Եվ առաքյալն ասաց քավլիցի, որովհետև ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, գոյություն ունի էթնիկ Իսրայել որպես ազգ եւ գոյություն ունի այդ ազգի մեջ Իսրայել շնորհքի դրությամբ մի մնացորդ փրկվողներ, որոնք խոստումի որդիներ, այսինքն Իսահակով կլինի փրկությունը, ոչ թե Հակոբով, այլ Իսահակով կլինի, այսինքն խոստումի որդիով, ինչպես Աստված խոստացավ կգամ որդի կլինի, այնպես էլ խոստանում է, որ այս մարդը կփրկվի, այսինքն այս սկզբունքով փրկությունը կլինի, ոչ թե մարդու կատարած գործերից։ Հիմա սա առաջինը, երբ որ ասում էին Աստծո խոստումները գետին ընկավ Իսրայելը ձախողվեց, այսինքն Աստված ձախողվեց Իսրայելի ընտրության մեջ,
Առաքյալն ասում է քավլիցի, ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, սխալ եք ընկալել։ Աստված չի ընտրել ամբողջ Իսրայելը փրկության համար։ Ընտրել է փրկության ծրագրի մեջ որոշ ֆունկցիոնալ դեր, բայց այդ Իսրայելի մեջ կա ընտրվող շնորհքի ընտրության պես մնացող։ Երկրորդը, հարց են տալ, ինչ եղավ, նրանց անհավատությունը ինչի հետ էր կապված, միգուցե պակաս էր քարոզի, չէ ճշմարտությունը քարոզելու։ Հիշում եք ինքը 10-րդ գլխում զարգացրեց, եթե չքարոզվի, եթե չուղարկվի, ով պիտի քարոզի, եթե չլսվի, ով պիտի փրկվի։ Եվ ցույց տվեց, որ Իսրայելի մոտ ամեն բան արված էր, եւ ընտրությունը կար քարոզիչի, եւ քարոզողը կար, եւ քարոզը կար, եւ լսվեց, բայց մերժվեց։ Դրա համար մասամբ կուրություն եղավ հեթանոսներին դուր բացվելու, բայց այդ կուրությունը ոչ թե Աստված է կուրացնում, այլ անձը իր, հիշում եք այդ մասին խոսում առաքյալ, ասում է իրենց փրկության միջոցը կանգնեցնել կամենալով օրենքի գործերով մերժեցին Քրիստոսի արդարությունը, մերժեցին Քրիստոսի եւ Քրիստոսը իրենց համար դառավ գայթակղության քար։ Ինչ է նշանակում գայթակղության։ Իրենք գայթակղվում են Քրիստոսի անունը լսելով փրկությունը Քրիստոսը, որտեղ իրենք ուզում են իրենց կարողությունով փրկվեն, օրենքի գործերը կատարեն, փրկվեն։ Եթե Քրիստոսով, ուրեմն օրենքի գործերը ոչ մի բան չկա, ասել ջնջվեց իրենց ձեռքբերումները։ Դրա համար Քրիստոսը իրենց համար դառնում է գայթակղություն։ Սա շատ կարևոր է մենք տեսնենք, առաքյալ այս մտքերն է զարգացնում։ Հիմա հենց առաջի գլխից առաքյալ ասում է Աստծով փրկությունը կամ Աստծով արդարությունը ավետարանով է հայտվում, Քրիստոսով է հայտվում, Աստծո արդարությունը, Աստծով արդարությունը։ Եվ կա մարդով արդարություն, մարդու ձեռք բերած արդարություն օրենքի գործերից։ Հիմա եւ երկրորդ, ինչպես մենք տեսանք, նաեւ մերժում էր քարոզիչների պակաս, առաքյալ ասեց ոչ, ամեն բան արված էր։ Բայց Իսրայելի մեջ։ Հիմա երրորդ հարցադրումը, որ մենք կարդացինք մեր հատվածում, տեսեք նորից ես ընթերցեմ առաջի համարը։ Արդ ասում է, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդ, նույն հարցադրումն է։ Աստծո խոստումները գետին ընկան, Աստված դեն նետեց իր ժողովուրդը, սրանք նույն հարցադրումներն են, այսինքն առաքյալը ձևավորում է Իսրայելին որպես օրինակ վերցնելով, որ ոչ Աստծո շնորհքը, ոչ դրա խոստումները, ոչ դրա օրհնությունները, ոչ դրա փրկության ծրագիրը որևէ մի բան չի կարող ձախողվի, բայց այլ ֆունկցիոնալ դեր կա, որը դուք չեք իմանում։ Հիմա դրա համար ինքն ասում է, չեմ կամենում, որ դուք չգիտենաք Իսրայելի մասին, եթե 25 համարից նայեք, տեսեք ինքը ինչ անում, Իսրայելի մասին է խոսում եւ 25 համարում ասում է մի րոպե, տեսեք, որովհետև չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը, այսինքն կա մի խորհուրդ, որ մենք չգիտենք, որ ձեր անձերումը իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մի մասով Իսրայելին կուրություն եղավ, Իսրայելի որոշ մաս կուրացավ եւ այդ իմաստությունը, որ չլինի ձեր մոտ, ինչպես Իսրայելի մոտ էր, որ իրենք կարող են, այսինքն չլինի ձեր մոտ, եւ սրանք շատ կարեւոր են։ Հիմա երրորդ կարևոր հարցադրումը, որ առաքյալը պատասխանում է 11-րդ գլխում, արդեն առաջի համարից, արդմի թե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավլիցի, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը երկրորդ համարում, որին առաջուց ճանաչեց։ Ցույց է տալի, որ նաև կա ունկնդրի մոտ այսպես միթե կարող է Աստծո խոստումները Իսրայելի անհավատության եւ անազանդության պատճառով չստացվեց եւ ուղղակի Աստված փոխեց հասցեատերը, այսինքն տեսեք ուշադիր, սա երրորդ հարցադրումն է եւ առաքյալ նույնպես սա է ջնջում, ոչ կարող է մենք չենք հասկացել այդ, այսինքն Իսրայելը չի, իրական Իսրայելը դա եկեղեցին է, հոգևոր Իսրայել, իսկ էթնիկ Իսրայել ուղղակի խորհրդանիշ էր, ոչ առաքյալն ասում է, Իսրայելն է, եկեղեցի, բայց շնորհքի դրության պես մնացորդը իսրայելացիների մեջ, էթնիկ Իսրայելի մեջ, ազգի մեջ մտնում է այս շրջանում եկեղեցու շրջան դիսպենսացիա։ Շնորհքի դրության պես մնացորդը մտնում է եկեղեցի, երբ որ եկեղեցին կվերցվի, մնացորդ կլինի նաև այդ Իսրայելի վերջի յոթնյակում մեծ նեղության մեջ նաև փրկության շնորհքի դրության պես մնացորդ կլինի, որոնք չեն մտնի եկեղեցու դիսպենսացիա, որոնք տաճարոյի հետ կապված կլինեն, տաճարի ծեսերը կվերականգնվեն։ Տեսեք, մենք հիմա որպես հեթանոսներ տաճարը մեր փրկության մեջ գործ չի անում, Իսրայելի կյանքում անում է, այդ զոհերը պետք է վերականգնվեն այդ մեծ նեղության շրջանում։ Սրանք այսինքն պետք է զանազանենք Իսրայելի եւ նույն փրկությունն է, Քրիստոսով նոր ուխտի մեջ մտնելն է, բայց ընդհանուր այդ process-ը Իսրայելի կյանքում այլ կերպ է, մեր մոտ այլ կերպ։ Հիմա եկեղեցու դիսպենսացիայում Աստված ջնջեց էթնիկ այդ արգելքը, իսրայելացի եւ հեթանոս պատը, երկուսն են իրար հետ դառան Քրիստոսով Աստծո ժողովուրդ, բայց կգա շրջան, որտեղ եկեղեցին կվերցվի,
Բայց նույն շնորհքի դրությամբ պես մնացորդ արդեն Իսրայելից կփրկվի առանց եկեղեցու։ Եկեղեցու չի մտնի։ Բայց իհարկե երկնքում նրանք մեկ Աստծո ժողովուրդ են։ Այստեղ փրկության, Աստծո փրկության ծրագրի բաղադրիչների մասին է խոսքը։ Ինչպես է փրկվում իսրայելացին վերջին էության մեջ եւ ինչպես է փրկվում իսրայելացին այս շրջանում։ Այս շրջանում ինքը մտնում է եկեղեցու դիսպենսացիա։ Իսկ այս շրջանում, երբ որ եկեղեցին կվերցվի, ինքը ուղղակի կփրկվի որպես Իսրայել արդեն տաճարի պարագայով։ Հիմա տեսեք, ճիշտ հասկացեք, տաճարի պարագա ասելով ի նկատի ունեմ այդ ծեսերի վերականգնումով եւ հուդայիզմի որոշակի ավանդույթների վերականգնումով, բայց Քրիստոսին կընդունեն։ Կաղակեն նրան, ում որ մերժեցին։ Ինչ չեք տեսնի, մինչև չասեք օրտյալ է Տիրոջ անով եկող։ Դա նրանց վերջի շրջանն է, որ պիտի ասեն։ Որպեսզի մենք ընդհանուր դերացականը ամբողջացնենք եւ անդրադառնանք արդեն առաջի կետին, եւ առաջի կետը ինչպես ես շեշտեցի, առաջի կետն է շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցու շրջան։ Եվ Պողոս առաքյալը իրեն է վերում կարևոր արգումենտ, որովհետեւ ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից 11-րդ գլխի առաջի համարում ես։ Արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց Իսրայելի ժողովուրդը, քավլիցի, որտեվ ես էլ եմ իսրայելացի։ Եթե ամբողջ Իսրայելը մերժել է իր անհավատության պատճառով, առաջերտին ինձ պիտի մերժեր, որտեվ ես եկեղեցի հալածող էի, բայց տեսեք ես ընտրված եմ եւ մտնում եմ եկեղեցի։ Դրա համար շատ կարեւոր է սա հասկանալ։ Հիմա ուրեմն 11-րդ գլխի 3-րդ հարցադրումը արդյոք Աստված փոխարինեց հասցեատերը։ Այսինքն արդյոք եւ կա այսպիսի ընկալում առաջնային եկեղեցին, ասում են որ իրականում Աստծո Իսրայելը, հոգեվոր Իսրայելը դա եկեղեցին է, իսկ էթնիկ ժողովուրդը դա ուղղակի խորհրդանիշ է։ Այսինքն Աստված նույնիսկ երբ որ այդ խոստումներն նորությունները տալիս էր Իսրայելին, դա տալիս էր եկեղեցուն։ Այսինքն տեսեք, երբ որ մենք մերժում ենք էթնիկ Իսրայելը, այսինքն մերժում ենք նաև Աստծո կողմից նրանց 5 տակարում տրված օրդությունները եւ խոստումները, եւ ինչ ենք անում, վերագրում ենք ում եկեղեցուն, քանի որ փոխվել է հասցեատերը։ Սա նույնպես առաքյալ ասում է քավլիցի, այդպիսի բան չկա։ Իսրայելը Իսրայելն է, եկեղեցին եկեղեցին է։ Եկեղեցին յուրահատուկ դեր ունի Աստծո փրկության ծրագրի մեջ, որի մասին 5 տակարում ասված չէր, եւ որոշակի 4 պենտեկոստեներ կար, որպեսզի իսրայելացուն ցույց տա, որ փրկության դուռը բացվել նաև հեթանոսին։ Առաջի պենտեկոստեն եղավ Գործ առաքելություն, որ կարդում եք իսրայելացիներին, եւ 3000 հոգի իսրայելացի մտավ եկեղեցու շրջան, հետո 5000 հոգի, եւ հետո տեսնում եք դուռ բացվեց, փոքրիկ մի պենտեկոստե կատարվեց սամարացիների համար, որը մերժվում էր Իսրայելի կողմից, նույնպես զարմացան, որ սամարացիների փրկության դուռ բացվեց, դա համար այդ նշանները պետք է որպեսզի տեսնեն, որ դուռը բացվե։ Մյուսը հեթանոսներին Պենտեկոստե փոքրիկ եղավ, հիշում եք Կորնելիոս, այսինքն հռոմեացիների, եւ նաեւ վերջի այդ միջանկյալ շրջանում Հովանես Մկրտիչի աշակերտների համար փոքրիկ մի Պենտեկոստե եղավ, նույնպես այդ նշաններով, որպեսզի տեսնեն, որ ընդհանրապես դուռը բացվի ամբողջության, այսինքն Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր։ Դա համար եկեղեցին յուրահատուկ շրջանը Աստծո փրկության ծրագրի մեջ։ Սերներս, ես սա ասելով ի նկատի ունեմ, որ հիմա մենք կանդրադառնանք ավելի այդ խեղաթյուրված ընկալման, որտեղ ասում են, որ հասցեատները փոխվեց։ Այսինքն Իսրայելը հոգևոր դա եկեղեցին է։ Նայեք, երբ որ մենք այսպես ասում ենք, մենք չենք մտածում, որ այսպես ասելով փոխվում է ամբողջ էսկատոլոգիան, վաղճանաբանությունը։ Այսինքն եթե խոստումները եւ օրդությունները չեն վերաբերվում էթնիկ Իսրայելին որպես ազգ, 5 տակարում մարգարեները խոսում են, չէ՞, նրա բարգավաճում, ամբողջ ժողովուրդը կգա Իսրայելի վրա, այդ ժամանակ վերջը կլինի։ Այսինքն եթե մենք դա մերժում ենք եւ ասում ենք սա պատկանում է եկեղեցուն, ամբողջ վաղճանաբանությունը հայտնության գիրքը կխեղաթյուրվի։ Ինչը, ուրեմն հազարամյան հիմա է դրա համար։ Նրանք ասում են, որ հազարամյան հիմա է, քանի որ էթնիկ Իսրայել չկա, իրական Իսրայելը հոգևոր դա եկեղեցին է, եւ այդ օրդությունները, խոստումները պատկանում են հոգևոր Իսրայելին եկեղեցուն, ուրեմն հիմա հազարամյան, այսինքն այս վարդապետությունը, որ հիմա մենք ապրում ենք հազարամյայում, դա գալիս է այս խեղաթյուրումից, երբ որ Իսրայելի դերը եւ եկեղեցու դերը չեն կարողանում զանազանել Աստծո փրկության ծրագրի մեջ։ Ուրեմն ինչա կատարվում, ասում են, որ հազարամյան հիմա է եւ Քրիստոսը թագավորում է եկեղեցում եւ Քրիստոսի թագավորության շրջանակը ոչ թե ֆիզիոլոգիական տարածքն է, այլ մեր սրտերն են, տեսնում եք ինչքան բան է խեղաթյուրում, ինչքան բան ալեգորիկ են տեսնում։ Սա վարդապետություն է, որը խեղաթյուրում ամբողջ քրիստոնեական ընկալումը։ Եվ հիմա ուրեմն եթե հազարամյայի մեջ եք թագավորում է Քրիստոսը մեր սրտերում եւ եկեղեցում,
Հիմա Հազարամյան, այսինքն Քրիստոսը թագավորում է երկրի վրա։ Այդ դեպքում նաև որոշ մարդիկ, որոնք մի քիչ գոնե ծանոթ են Աստվածաշնչյան հայտնության գրքին, ասում են, բայց այդ դեպքում ինչ եղավ Սատանան, որովհետև Հազարամյանի ժամանակ Սատանան պիտի կապվի։ Դե ասում է Սատանան կապված է հիմա։ Ո՞նց կապված է։ Հա, չէ՞ որ ավետարանը ազատ քարոզվում է։ Այսինքն տեսեք, Սատանայի կապվածը կապեցին ավետարանը քարոզվել, իսկ ինչ է այս ժամանակ ավետարանը չէր քարոզվում, որ Սատանան կապված չէ։ Կամ եթե դուք հիմա համաձայնել եք Սատանայի կապվածության եւ ավետարանը քարոզվում է, ինչի ուշադիր չեք, ինչպես է աշխարհը պղծվում Սոդոմ Գոմորի նման։ Դա նշանակում է Սատանան կապված է, թե ներգործում է մարդկանց մտքերի մեջ։ Այդ դեպքում ինչի չենք խոսում այն մասին, որ որոշ երկրներ արգելում են ավետարանը քարոզելը եւ ավետարան քարոզողներին սպանում են։ Հիմա մեր դարաշրջանում, այսինքն այդ ինչ եղավ այդ Հազարամյանը, Սատանայի կապվածը ինչ եղավ։ Դե գիտեք, ասում են, Սատանայի կապվածը դա մի քիչ մի թույլ կարևոր ավետարանը քարոզվում է, չէ՞։ Ոչ ելնես, դա խապկանք է։ Եթե սա է Սատանայի կապվածությունը, այս Սոդոմ Գոմորի վիճակը, աշխարհի այս պղծվելը վարկյան առ վարկյան, բայց այդ դեպքում ինչ է Սատանայի արձակվելը։ Տեսնում եք, այսինքն այստեղ խեղաթյուրումներ կա։ Եվ Սատանայի կապվածությունը իրականում այն ֆիզիոլոգիական շրջանը, երբ որ դուր կբացվի Իսրայելին, Հազարամյայի արդյոք Հազարամյայի ժամանակ, երբ որ օրդություն կլինի 1000 տարի երկրի վրա, բայց այդ շրջանում նույնպես, երբ որ կարձակվի Սատանան, նույնպես կմոլորեցնի որոշ ժողովրդի, որոնք դեռ մեղավոր բնությունով են, փառավորյալ մարմինով, չէ՞ որտեղ Հազարամյայի ժամանակ եկեղեցին փառավորյալ մարմինով լինելու, բայց իզրայելցիներ են լինելու, որոնք չեն մահանալու մեծ նեղության ժամանակ, որոնք ապաշխարեցնում են Քրիստոսին, բայց իրանցից ծնվելու է բնական մարմնով անձ, վերստին չծնված անձ, այ նրանց հավաքելու է ծովի ավազի չափ եւ բերի Երուսաղեմի վրա եւ այդ ժամանակ լինելու է վերջը։ Հիմա, բայց Հազարամյան լինելու է, որտեղ Հազարամյայով Աստված ցույց է տալի Իսրայելին, որ այ որ ես ձեզ ասում էի, տեսեք հիմա կատարվում է երկրի վրա։ Սա Իսրայելի խորհրդանիշն է, ցույց է տալի մարդու մեղավոր բնության գլխավոր չափանիշը, ինչքան վնասակար է մեղավոր բնությունը, որտեղ Հազարամյանը 1000 տարի օգնության մեջ ապրող անձը, Քրիստոսի հետ 1000 տարի ապրող, որը Քրիստոսը թագավորել է Երուսաղեմում տաճարում, այդ ժամանակ նույնիսկ Սատանան հետո արձակվելուց կարողանում է նրանց մոլորեցնել եւ բերի Քրիստոսի դեմ։ Ինչի որտեղ մեղավոր բնություն ունեն դեռ ապաշխարած չեն։ Իհարկե ապաշխարած անձանցից են ծնվել, բայց նրանք ապաշխարած չեն, բայց ապրել են երանության մեջ Հազարամյայի ընթացքում։ Սիրելիներս, սա շատ կարևոր սկզբունք է, որ մենք տեսնենք, ես փորձում եմ շատ կարճ ժամանակում շատ ինֆորմացիա տամ եւ ինչ որտեղ սա վնասակար է, որ կարա մեր մտքերը, տեսեք, չի կարելի շատ թռուցիկ խոսել կարևոր սկզբունքների մասին, բայց ես որոշակի առումով փորձում եմ ակնարկներ գոնե անեմ, որպեսզի մենք հասկանանք, որ որքան կարևոր բաներ կա որպես մոտիվացիա, որ մենք պիտի առավել խորությամբ ուսումնասիրենք։ Հիմա ուրեմն կարևոր առաջնային սկզբունք, երբ որ խոսքը վերաբերվում է Աստված փոխեց Հասցեատիրոջ, սա երրորդ հարցադրումն է, այսինքն ինչ էին ասում։ Միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, այս նշանակում է միթե Աստված վերցրեց այդ խոստումները եւ օրհնությունները, որ պատկանում էին Իսրայելին էթնիկ ժողովրդին եւ դրեց եկեղեցու վրա, ոչ։ Եվ եթե այդպես, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ սրանք ուղղակի խեղաթյուրելու են ամբողջ վեհճանաբանությունը։ Տեսեք, հիմա որպեսզի ավելի կա այսպիսի մի աստվածաբանություն, մի քիչ խոսենք այդ մասին, ժամանակը բավարար նույնպես անցավ, արդեն չկարողացանք, բայց փորձենք փոխանակման աստվածաբանություն, եւ սա առաջացել այդ սկզբունքից։ Եվ որովհետև մարդիկ չեն տեսել իրական ֆունկցիոնալ դերը Իսրայելի, իրանք չեն զանազանել, որ ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, այլ ամեն ինչ վերագրել են եկեղեցուն եւ եկեղեցին համարում են հոգեվոր Իսրայել, որ երբեք հոգեվոր Իսրայել չի, այլ եկեղեցին, հա, Քրիստոսի եկեղեցին։ Այդ ժամանակ առաջ է գալի աստվածաբանություն, որը փոխանակման աստվածաբանություն կամ բագասլովիա զամիշենի։ Լատիներեն այն աստվածաբանության մեջ կարող գտնեք սուբստիտուցիոնալիզմ, այն փոխանակման աստվածաբանություն, այսինքն Աստված իրականում խորհուրդը իրականում Աստծո հասկացողության մեջ եկեղեցին էր, իսկ խորհրդանիշը հանդիսանում էթնիկ Իսրայելը։ Իսրայել երբեք չի եղել իրականում, եղել է դա խորհրդանիշն է եկեղեցու։ Սա խեղաթյուրված ընդհանուր վարդապետությունը, որտեղ մենք տեսնում ենք, որ խեղաթյուրում է նաև Հազարամյայի ընկալումը։ Ուրեմն, որpիսի մենք խուսափենք սրանից, պետք է հասկանանք, որ եթե հիմա Հազարամյանը այս LGBT-ի աճը, այս ծփնումը երբեք չի կարա լինի Սատանայի կապվածության արդյունք, այն ուղղակի Սատանայի արձակված լինելն է եւ այն գործումը։ Սա շատ կարևոր հասկանանք։
Եթե անդառնանք ասենք եկեղեցում է թագավորում Քրիստոսը, ես եկեղեցիներում հիմա տեսնում եմ, որ շատ հովիվներ չեն, շատ թալան կա, նույնիսկ եկեղեցիներում մարդկորեն վարք կա, եկեղեցիները շատ տկար են հիմա, այսինքն մենք չենք կարող ասենք Քրիստոս թագավորում է։ Տեսեք, շատերը կապում են Քրիստոսի թագավորությունը ծոփ երաժշտություններով։ Դա Քրիստոսի թագավորություն չի։ Քրիստոսը թագավորում է իր սկզբունքներով։ Այսինքն իրականում ավետարանի տարածումը իրականում այն պտուղն է, որ անձը պիտի բերի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ եկեղեցիներ կա, որ ավետարանի տարածում գոյություն չունի։ Ավելի եկեղեցիները վերածվել են թատրոնի, շոուի, ավելի վերածվել են հանգստավայրի, երաժշտական ինչ-որ կոմպլեքսների, բայց չկա իրական Քրիստոսի սկզբունքներով ապրող անձ։ Սա ամենակարևորն է։ Կա շոու, այսինքն սա երբեք չի կարելի Աստծո արքայություն երկրի վրա։ Սա ուղղակի սատանայի չկապվածությունն է, ոչ թե կապվածությունը։ Տեսեք, վերադառնանք մեր հատվածին, որտեղից առաջացավ այս վախճանաբանության խեղաթյուրումը, որ այսօր մենք 1000-ի մեջ ենք ապրում։ Առաջացավ այն սկզբունքից, երբ որ մենք ընկալեցինք, որ հոգևոր Իսրայելի մասին խոսել, նա նշանակում է խոսել եկեղեցու մասին, իսկ էթնիկ Իսրայել հասկացողությունը գոյություն չունի, դա խորհրդանիշ էր։ Էթնիկ Իսրայելը։ Այստեղից առաջ է գալի այս սուբստանցիալիզմի այս ընկալումը, այսինքն այդ փոխանակ վարդապետությունը։ Եվ հենց մեր այս հատվածում Պողոսը ուղղակի մերժում է այս ընկալումը եւ ամբողջ 11-րդ գլուխը վերաբերվում է այս սխալ ընկալմանը։ Եթե դուք անդրադառնաք, կտեսնեք առաքյալը ուղղակի խոսում է, որ այդպիսի բան գոյություն չունի։ Աստված դեմ չի գցել իր ժողովուրդը, բայց այդ ժողովրդի մեջ կա միջնորդկիտության պես մնացորդ, որ մտնում է եկեղեցու դիսպենսացիա։ Եկեք կարևոր մի սկզբունք խոսենք։ Ինչի է առաջ գալի այս ընկալումը, որ Աստված փոխարինեց Իսրայելը եկեղեցի։ Առաջ է գալի Իսրայելի անկման հանդեպ սխալ տեսանկյունից։ Իսրայելը անկում ունեցավ։ Ո՞րն է Իսրայելի անկումը, այսինքն Քրիստոսին մերժելը։ Գիտեք, ընդհանուր Աստծո փրկության ծրագրի մեջ նորից եմ շեշտում, կա կարևոր սկզբունք, որ մենք չենք տեսնում։ Եթե Իսրայելը չմերժեր Քրիստոսին, Քրիստոսը չէր խաչվի։ Այսինքն նույնիսկ փրկության ծրագիրը չէր կատարվի։ Ուրեմն մենք պետք է ավելի խորությամբ տեսնենք Իսրայելի անկման կարևոր ֆունկցիոնալ դերերը, եւ Իսրայելը անկում ապրում իր հոժար մերժողականությունից, այնպես չի, որ Աստված նրանց մերժեցնել է տալի։ Նրանք ընտրում են իրենց փրկության կերպը, մերժում են Աստծո արդարությունը։ Բայց հիմա տեսեք, շատ կարևոր սկզբունք։ Այս առումով նույնիսկ Երեմիան շեշտում է, որ Իսրայելի խստապարանոցության պատճառով երբեք Աստված Իսրայելը դեն չի նետի։ Մենք սա նայում ենք 5 կտակարում։ Ինչի՞, որովհետև եթե մենք ասենք, որ Իսրայելի անհնազանդության պատճառով Աստված մերժեց Իսրայելին, վաղը կարանք ասենք, որ նաև մեր անհնազանդության պատճառով, այսինքն որոշակի մեղքերի պատճառով Աստված կարա մերժի մեզ եւ մեզ հանի ուխտի շրջանակներից եւ մեզ տանի դատապարտության։ Սա գալիս է արդեն փրկություն կորցնելու վարդապետության, հերմենյուսական ընկալումների։ Ինչի, որովհետև սա արդեն այստեղ խեղաթյուրում Աստծո շնորհքը։ Այսինքն Աստծո շնորհքը զղջալ ունի, բայց Առաքյալը 29 համարում ասել է Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի։ Աստված չի սխալվում, այլ ունի ֆունկցիոնալ դեր, որը դուք չեք տեսնում։ Հիմա տեսեք, Երեմիա 31-րդ գլխում 37 համարում եկեք անդրադառնանք ինչ է ասում Աստված Իսրայելի համար, էթնիկ Իսրայելի համար։ Այսինքն եթե մենք շեշտենք, որ Աստված մերժեց Իսրայելին իր անհնազանդության պատճառով, այդ դեպքում մենք պետք է նաև հասկանանք, որ Աստված ընտրեց Իսրայելին իր հավատքի պատճառով։ Ոչ երբեք։ Իսրայելը երբեք չի հավատացել, ամբողջ Իսրայելը միշտ խստապարանոց է եղել։ Եվ Աստված շեշտում է, չմտածեք, որ ես ձեզ ընտրեցի ձեր հավատացյալ լինելու պատճառով։ Դուք միշտ խստապարանոց եք, ես ձեզ ընտրեցի Աբրահամի հետ տված իմ ուխտի պարագայում, ուխտի շրջանակում, դա Աստծո խոստումն է եւ իր փրկության ծրագրի բաղադրիչներն են։ Այսինքն Իսրայելի հատկությունից ելնելով չի Աստված Իսրայելին ընտրել, որ մի հատ էլ հատկությունից ելնելով նրանց մերժի։ Տեսնում եք որտեղ է գնում ամենակարևոր ճյուղերը, որտեղ է խեղաթյուրվում ամբողջ ավետարանը, այսինքն խեղաթյուրումը շնորհք հասկացողությունը, ձրի փրկությունը, ձրի շնորհքով փրկությունը եւ վերագրվում է մարդու կարողության։ Հիմա տեսեք ինչ է ասում 31-37-ում, եկեք անդրադառնանք։ Տեսեք 31-37-ում Աստված ասում է, այսպես է ասում Տերը. եթե երկինքը կչափվի վերևումը, այսինքն եթե մարդը կկարողանա ամբողջ տիեզերքի երկարությունը, մեծությունը չափի, եւ
կքննվեն երկրի հիմքը ցածումը եւ կկարողանա իջնի մինչեւ երկրագնդի մեջտեղ, քննի ամբողջ երկրագնդի ինդերքը, սա պայմանն է։ Այսպես ասում էր, եթե երկինքը կչափվի վերևում եւ կքննվի երկրի հիմքը ցածումը, ես էլ կմերժեմ Իսրայելի բոլոր սերունդը իրենց բոլոր արածների համար, ասում է Տերը։ Երբ Աստված կմերժի Իսրայելը իրենց աննազանդության, իրենց արածների համար, երբ որ կկարողանաք ամբողջ եզերքը չափեք եւ ամբողջ ընդերքը չափեք։ Մարդը կարող է դա անել, ոչ, ուրեմն Աստված այստեղ հեգնանքով եւ հիպերբոլայով օգտագործելով այս պարագաները ցույց է տալի, որ ես էլ չեմ մերժի Իսրայելին իր արածի պատճառով։ Ինչի, որովհետեւ նա օգտագործում եմ այլ ֆունկցիոնալ դերի համար։ Այդ Իսրայելում ծնվում են մարդիկ, որոնք շնորհքի դրությամբ մնացորդի խոստումի որդիներ են։ Այսինքն եւ ամբողջ Իսրայելը որպես էթնիկ ազգ ունի իր ֆունկցիոնալ դեր, ես դրանց օգտագործում։ Ուրեմն տեսեք, սա կարևոր է եւ մենք մտածում ենք, որ Աստված դրանց գործերի պատճառով նրանց փոխեց, վերցրեց օգնություն եւ խոստումներ դրեց հեթանոսների վրա կամ եկեղեցու վրա։ Աստված ասում է, այդ դեպքում դուք մտածում եք, որ ես Իսրայելը ընտրել եմ նրանց հնազանդության եւ հավատքի պատճառով, այդպեսի բան գոյություն չունի։ Այսինքն ամբողջությամբ մենք խեղաթյուրում ենք ամբողջ ավետարանը։ Ուրեմն Աստված երբեք չի սխալվում եւ մենք սա տեսնում ենք 11-րդ գլխի 29 համարում, եկեք ընթերցենք։ Տեսեք 29 համարում, որովհետեւ Աստծո շնորհքը եւ կոչումը զղջա չունի։ Աստծո շնորհքը եւ կոչումը կանչելը զղջալ չունի։ Շատերը ասում են այդ դեպքում ինչի Նոյի պարագայում Ծերնդոց գրքում, որ նույնպես սիմվոլիկ գիրք է եւ եթե սիմվոլիկ օգտագործված է մարգարեական գիրք է եւ օգտագործված է սիմվոլիկա, այնտեղ կա հիպերբոլա, գրական կերպ օգտագործված մետաֆորիա, ալեգորիա, կա մորֆոլոգիական խոսք եւ հիմա մորֆոլոգիական խոսքի մասին եմ ուզում ասել մի փոքրիկ, երբ որ Աստված ասում է եւ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդուն, երբ որ տեսնում է, որ մարդը իր բոլոր ընթացքը չար է, այսինքն մարդու մեղքի անկման պատճառով Աստված ասում է զղջաց, որ մարդը ստեղծել։ Այդ զղջալ բառը երբեք չի նշանակում, որ Աստված ունի զղջալու հատկություն, սերես։ Այդտեղ մորֆոլոգիական խոսքը, ի՞նչ է մորֆոլոգիա։ Մորֆոլոգիան դա Աստված օգտագործում է մի բառակապակցություն կամ խոսակցական մի ձև, կերպ, որ մենք ենք օգտագործում, որ մենք իրար հետ խոսալով հասկանում ենք մարդիկս։ Օրինակ, երբ որ կարդակ Աստված ասում է, երբ որ օրինակ խոսում ենք եւ երկրի ծայրերը։ Հիմա երկիրը ծայր ունի, մենք գիտենք, որ երկրագունդը կլոր է, ինչ ծայրի մասին է խոսքը։ Բայց մենք ենք այդպես ասում, այսինքն երկրի ծայր ասելով ի նկատի ունենք սահմանները, այն սահմանները, որ մեզ համար հեռու են, մինչև երկրի ծայրերը։ Աստված նույնպես օգտագործում է, մինչև երկրի ծայրերը տարածվի ամբողջ ավետարանը, բայց ինչ ծայրի մասին է խոսքը, չկա երկրագունդը կլոր է։ Այսինքն սա մորֆոլոգիական խոսք է, որ օգտագործված է Աստվածաշնչում։ Նույնպես երբ որ Առաքյալն ասում է, երբ որ Մարգարեն շեշտում է Մովսեսը, որ Աստված զղջաց, որ մարդը ստեղծի, այդ մի խոսք է, որ մենք ենք օգտագործում, որ մի բան մեր ուզածով չի, ասում ենք զղջաց, որ եղել է։ Կամ այդտեղ ցույց է տալի զղջալ բառը մարդու մեղքի անկման մեծությունը Աստծո առաջ։ Աստված օգտագործում այդ բառը, որպեսզի ցույց տա, թե ինչքան մեծ է, ինչքան տհաճ է իր համար մարդու անկումը մեղքի։ Տեսնում եք, Աստված զղջաց, Աստված չի զղջում, որտեղ Աստված չի սխալվում։ Այսինքն այս սկզբունքներով մենք պետք է դամար Առաքյալը 29 համարում, որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի, բայց կա Աստծո ծրագիր, որի մասին դուք չգիտեք։ Այդ ծրագրի մեջ որոշակի ֆունկցիոնալ դեր ունի Իսրայելը, էթնիկ ժողովուրդ որպես եւ նաեւ հեթանոսները, եւ նաեւ հեթանոսների մեջ մի շնորհքի դրությամբ մնացորդ եւ նաեւ Իսրայելի մեջ շնորհքի դրությամբ մի մնացորդ։ Հիմա Առաքյալը աստվածաբանությունն է տանում։ Եվ 25 համարից եթե նայեք, ասում է, որովհետեւ չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը։ Այսինքն կա մի խորհուրդ, որ մենք դեռ չգիտենք եւ սկսում է խոսել Իսրայելի եւ եկեղեցու մասին եւ այստեղ Իսրայելը հոգեվոր Իսրայելը չի, ինքը զանազանում է էթնիկ Իսրայել եւ եկեղեցի։ Տեսեք այս հատվածում 25 համարից, որովհետեւ չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչեւ որ հեթանոսների լրությունը մտնե։ Այստեղ ասում է Իսրայել եւ հեթանոսներ։ Տեսնում եք ինքը զանազանում է։ Հետևից եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի։ Ո՞րն է բոլոր Իսրայելը։ Այսինքն այն շրջանը մեծ դեղության մեջ, որ կընդունի Քրիստոսին, կմտնի նոր ուխտի մեջ։ Տեսեք, նոր ուխտի ռոտացիան եղել է, այդ ռոտացիան հեթանոսների համար ինագուրացիա է եղել, այսինքն մտել են հեթանոսները դրա մեջ, մնացորդը շնորհքի։ Իսկ Իսրայելը չի մտել։ Բայց ուխտը կատարված է արդեն։ Իսրայելը կմտնի մեծ դեղության մեջ, այդ ինագուրացիան Իսրայելի համար,
այդ ուխտի մեջ մտնելու կկատարվի մեծ նեղության շրջանում։ Դա համար ասում է բոլոր Իսրայելը, Հակոբի։ Եվ այստեղ ինքը օգտագործում է Սիոնից, որովհետև ասում է ինչպես գրված է, եւ հետանոց տանում է 5 տակարան մարգարե, չի ասում սա եկեղեցուն է վերաբերվում։ Տանում է 5 տակարանն, ասում է եւ ինչպես գրված է Սիոնից փրկիչ գա եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբիցը։ Հակոբը եկեղեցին չի, Հակոբը Իսրայելն է։ Հակոբով առաքյալը միշտ շեշտում է Իսրայելը, այսինքն 12 ցեղերը։ Տեսնում եք։ Եվ մենք տեսնում ենք մեծ նեղության մեջ այդ 144,000-ը 12 ցեղերից, որոնք նույնպես պիտի պահպանվեն ավետարանչություն անելու այդ մեծ նեղության շրջանում։ Ամեն դեպքում մեզ պետք է հասկանանք, որ այս հատվածում առաջի կետ, մի քիչ մենք արդեն կարադառնանք մեր առաջի հատվածին, առաքյալը պատասխանում այս հարցին, որ երբեք Իսրայելը Աստված իր խոստումները չի վերցրել Իսրայելից եւ դրել մեկ այլ ազգի կամ եկեղեցու վրա։ Հասցեատերը չի փոխվել։ Եկեք հիմա ավելի խոր ուսումնասիրենք, արդեն մոտենում ենք եւ կանադառնանք առաջի կետին, բայց երևի այս առաջի կետը արդեն այլ զանազանության մեջ չի կանի, որտեղ որոշակի սկզբունքներ կա։ Տեսեք, որովհետեւ մեկը կարող է ասի, որ բայց արմի եղբայր Իսրայելի մասին սկզբունքները մեզի ինչ կարեւոր է։ Մենք եկեղեցին ենք, նայեք, ուշադիր նայեք 13 համարը 11-րդ գլխի։ Տեսեք ինչ է ասում առաքյալը։ Ում է հասարում։ Ընդհանրապես այս նամակը ում է ուղղված։ Հռոմեացիներին, հեթանոսներին։ Այսինքն առաքյալն ուզում է, որ հեթանոսները Իսրայելի ֆունկցիոնալ դերի մասին իմանան, որ սխալ ընկալումներ չունենան ինչի մասին, Աստծո շնորհքի, Աստծո ուխտի շրջանակում ընտրության, սուվերեն ընտրության, փրկության ընդհանրապես բոլոր բաղադրիչների հավատքի մասին։ Այսինքն որպեսզի մենք սա հասկանանք, ինքը որպես էտալոն օրինակ վերցնում է Իսրայելին եւ ասում է Իսրայելը ունի փրկության ծրագրի մեջ այլ ֆունկցիոնալ դեր։ Տեսեք 11 համարը, 11-րդ գլխի 13 համարում տեսեք ինչ ասում առաքյալը, ձեզ եմ ասում, տեսեք շատ կարևոր է, թե մեկը կասի, որ արմեն եղբայրին չի ապետ, բայց ձեզ հեթանոսներից ասում եմ, ձեզ եմ ասում հեթանոսներ, այսինքն այս Իսրայելի մասին խոսքը մեզ է ասում առաքյալը, բայց ձեզ հեթանոսներից ասում եմ, որովհետև ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կանեմ, որ գուցե իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, ֆիզիկական էթնիկ Իսրայելի մասին է, որ նրանցից մի քանիսին ապրեստեմ, որոնք կմտնեն եկեղեցու դիսպենսացիա, այդ շրջանում Սա կարևոր է, այսինքն, եթե մեկը կասի, որ արմեն եղբայր դա մեզ կարևոր չի, առաքյալը ինքն է շեշտում, որ սա հեթանոսներ ձեզ եմ ասում։ Տեսակ, այսինքն սա կարևոր է նույնպես։ Ուրեմն ընդհանուր առմամբ, երբ որ առաքյալն ընդգրկում է Իսրայելի ֆունկցիոնալ դերը, մեզ ցույց է տալի իր փրկության ծրագրի կարևոր բաղադրիչներ։ Ինչի, որտեղ Աստծո փրկության ծրագիրը ճիշտ տեսնելով է, որ մեր աստվածաբանությունը ձևավորվում է Աստվածաշնչից։ Այսինքն մենք ճիշտ ենք ընկալում նաև Աստծո շնորհքը եւ նրա ընտրությունը, որ երբեք, այսինքն եթե Իսրայելը մերժվեր, դա նշանակում է, որ մի օր էլ հանկարծ մենք կարող է մեր աննազանդության պատճառով, մեր մեղքերի պատճառով մերժվեինք։ Բայց առաքյալը ցույց է տալի, որ ոչ, այսինքն սրանք կարևոր է, այսինքն Աստծո փրկության ծրագրի մեջ ցույց է տալիս Աստծո ճիշտ բնութագիրը։ Ճիշտ բնութագիրը իր հերթին ձևավորում է Աստված ճանաչության կարևոր սկզբունք։ Աստծո ընդհանուր հատկությունների մասին ձևավորում է մեր աստվածաբանությունը, որը ձևավորում է մեր սպասումները եւ մեզ, որով էլ փառավորում ենք Աստծուն։ Այսինքն չկա ճիշտ սպասումներ, չկա ճիշտ վարք, չկա ճիշտ ընկալում, կա տրտունջ առ Աստված եւ կա դեպրեսիվ վիճակներ, չկա Աստծո համար պտուղ։ Դրա համար նույնիսկ Իսրայելի ֆունկցիոնալ դերը ընդգրկելով իր ուսուցման մեջ առաքյալը ձևավորում է մեր ճիշտ Աստված ճանաչությունը շնորհքի եւ ընտրության վերաբերյալ։ Սա շատ կարեւոր է։ Օրինակ, ընտրության հարցում այսպես է, եթե մենք ասենք, որ Աստված մերժեց Իսրայելին իր անազանդության պատճառով, կարա հարց առաջանա, որ վաղն էլ մեզ կարա մերժի անազանդության պատճառով։ Մյուսը, այդ դեպքում նաեւ կրկնակի հարց, պլատֆորմը, այդ դեպքում ինչի է ընտրել Իսրայելը իր հավատքի պատճառով, նույնպես, այսինքն չկա մի սկզբունք, որը կհամընկնի աստվածաշնչյան ուսումը։ Ոչ։ Դրա համար առաքյալն ասում կողորմեմ ու որ կողորմեմ, կգթամ ու որ կգթամ։ Եվ ամբողջացնենք որպես ներածական արդեն վերջի այս ձայնագրությունը եւ արդեն մեր երրորդ ձայնագրությունից մենք կարադառնանք առաջի կետին։ Ընտրված մնացորդը մտնում է եկեղեցին, այդտեղ նույնպես կարևոր բաներ կտեսնենք, ինչի նկատի ունենք շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցու դիսպենսացիա, եկեղեցու շրջան, որի մեջ մտնում են, ինչպես արդեն ասացի, 3000 հոգի իսրայելացի, հետո 5000 հոգի, հետո ամբողջ այդ խմբերը, այսինքն սամարացիները, հեթանոսները եւ Հովհաննես Մկրտիչի նաեւ աշակերտները, որպես վերջի այդ միջանկյալ շրջան։
Սրանք շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Ուրեմն սերներս, տեսեք, երբ որ մենք խոսում ենք փոխարինող աստվածաբանության մասին, որ Իսրայելը եկեղեցին փոխարինել է Իսրայելին, այդ ժամանակ խեղաթյուրում է Քրիստոսի երկրորդ գալուստը, այսինքն Քրիստոսը արդեն եկել է, մեր սրտերում արդեն թագավորում է, փոխվում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին հասկացողությունը, փոխվում է մեր սպասումները ֆիզիկական արքայության, այն վերածվում է ալեգորիկ արքայության։ Բոլոր շատ կարևոր սկզբունքներ, եւ մենք չենք վերում պտուղ Աստծո համար, այսինքն փոխարինումը մեր ընկալումը ընդհանրապես ուխտերի վերաբերյալ, ինչ է նշանակում ուխտ, ուխտի շրջանակում ընտրություն, ինչ է նշանակում շնորհքով փրկություն եւ ինչ է նշանակում այդ շնորհքով ընտրության օղակներում Աստծուն փառավորել հասկացողությունը։ Այսինքն ամեն ինչ խեղաթյուրում է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Սա մեր, այսինքն ինչ մենք տեսանք հիմա։ Մենք տեսանք, որ գոյություն ունի Աստծո փրկության ծրագիրը։ Եվ Աստծո փրկության ծրագրի ներքո է, որ առաքյալ ուզում է, որ մենք ընկալենք ինչ է սուվերեն ընտրություն եւ ինչ է Աստծո շնորհք եւ ինչ է հավատք եւ ինչ է փրկություն։ Այս ծրագրի մեջ նաեւ ինքը ներգործում է ներառյալ ընդգրկում է Իսրայելի ֆունկցիոնալ դերը եւ անդրադառնում է, որ այս Իսրայելի ֆունկցիոնալ դերի մեջ նաեւ կա մի փոքրիկ շնորհքի ընտրության պես մի մնացորդ, որը մտնում է եկեղեցու շրջան։ Այսինքն մենք այստեղից հասկանում ենք, որ երբեք Իսրայելը այն խոստումները եւ օրդությունները չի փոխարինել եկեղեցին։ Իսկ եկեղեցին Աստծո փրկության ծրագրի մեջ յուրահատուկ մի արտադրանք է, որի մասին 5 կտակարանը չէր խոսել։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։